Բարև ձեզ բարեկամներ, աշխատանքային նոր շաբաթը Փակ TV-ն սկսում է իհարկե շատ լավ տրամադրությամբ եւ ուզում ենք հավատալ, որ մեզ մոտ շատ շուտով պիտի ամեն ինչ կարգավորվի։ Ուզում ենք հավատալ։ Եվ այսօրվա հյուրն էլ գիտեք այնքան պոզիտիվ այսպես լիցքեր է հաղորդում, որ կարծում եմ նման մարդու հետ շաբաթը սկսելը դա լավ նշան է։ Մեր այսօրվա ծրագրի շատ ցանկալի հյուրը մի հրաշալի անձնավորություն է, բժշկական գիտությունների դոկտոր Լևոն Գրիգորյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես մեր ունկնդիրներին պիտի ասեմ, որ պարոն Գրիգորյանը նաև ստոմատոլոգիայի ոլորտի, ինչպես ասում են, կարկառուն ներկայացուցիչներից մեկն է, երկար տարիներ այդ ոլորտը ներկայացնում է արժանավոր ձևով եւ նա հանդիսանում է նաեւ ստոմատոլոգիական կլինիկաների բժիշկների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ։ Պարոն Գրիգորյան, բարև եկեք։ Շնորհակալություն հրավերքի համար։ Գիտեք, ես շատ ուրախ եմ հին ընկերոջ իրավունքով կարող եմ ավակ ընկերոջ ավելի ճիշտ ասել, որ հանդիպումը ձեզ հետ միշտ ինչ որ սպասելիքներ եմ ես բերում, ինչ առումով ձեր այդ պոզիտիվ լիցքերը ուզում են փոխանցվեն նաև մեր ունկնդիրներին։ Դուք ներկայացնում եք մի ոլորտ, որի հետ այս կամ այն առիթով ցանկացած մարդ առնչվում է։ Այսօր այդ ոլորտում ինչ իրավիճակ է ռեալ ըստ ձեզ։ Այսօր Երևան քաղաքում միայն շուրջ 950-ից ավել կլինիկա կա ստոմատոլոգիական։ Դա ասմանալից, որ մեր սերունդը, ապագա ներկա սերունդը երիտասարդները ամեն մեկը իր գիտելիքների եւ ունակությունների շնորհիվ ստեղծում է իր կլինիկան, դա գտնում եմ լավ աշխատատեղը, հետո ինքը հույսը դնում է իր վրա, ես էլ եմ կարծում, որ լավ գնում է դեռ, բայց մի քիչ պետք է հսկողությունը ուժեղացնել որակի առումով եւ այսօր առողջապահության նախարարությունը մի լավ բան է ուրեմն ստեղծել, որակի հսկող կառավարիչներ պետք է լինեն ամեն կլինիկայում, դա ճիշտ բան է, որակ հսկող կառավարիչ, որ մեկը պետք է լիարժեք պատասխան տա այդ որակի համար, կարծում եմ, որ դա լավ է եւ ճիշտ է։ Դե մեր մասնագիտությունը գիտեք ինչ տարբերվում է առողջապահության բոլոր մասնագիտությունների նկատմամբ ունենք մենք բացահայտ առավելություն։ Ես ոչ թե որպես ստոմատոլոգ եմ գում, դա իրոք տենց է եւ հիմնավոր եմ։ Առաջինը մենք չենք ունենում մահվան դեպքեր։ Ստոմատոլոգի պատճառով մարդ չի մահանում։ Կարող է դա մեր կլինիկան նստի կրեսլոյի վրա ուզենանք անզգայացնենք, որ ատամ հեռացնենք, ինքը ինֆարկտից մահանա, բայց մենք դե կապ չունենք։ Մեր մասնագիտությունը կապ չունի սրա հետ։ Երկրորդը, մենք չենք բերում հաշվանդամության։ Այսինքն, եթե ուրիշ մասնագետներ, օրինակ օրթոպեդ տրավմատոլոգը, ոտը ամպուտացիա է անում, ու դառնում է հաշվանդամ, աչքը հեռացնում են, դառնում է հաշվանդամ, կամ սիրտը վիրահատում են, դառնում է հաշվանդամ, պետության վրա դա բեռ է, իսկ մենք հակառակը վերականգնում են, մեր պատճառով հաշվանդամություն չի լինում, դա բացահայտ առավելություն եմ համարում, որ մեր մասնագիտությունը վերականգնողական է։ Եվ ինչ որևէ մեկը լավ չի բուժե, սխալ է բուժե եւ այլն կգնա ուրիշ ավելի գրագետի մոտ կվերականգնեն ծամողական ակտը եւ մարդ սկսի ծամելը եւ մարդ վիճակն է կկարգավորվի, ամեն ինչ նորմալ կլինի։ Այսինքն հաշվանդամության չենք բերում։ Դա մեր բացահայտ առավելություններն է բոլոր առողջապահության մասնագիտությունների նկատմամբ։ Այ որպես հասարակական կազմակերպության ղեկավար, ընդհանրապես այդ ոլորտը ներկայացնող անձնավորություն, դուք անընդհատ աշխատում եք նաև խնամքի կենտրոններ, հա, ունեցող կառույցների հետ։ Այս ոլորտում ինչ կա, ինչ լավ բաներ կան անել։ Այդտեղ ճիշտ է որ ասենք բավականին բացութող է այսօրվա վիճակով։ Մենք ժամանակին ունեցել ենք շարժական ավտոբուս, չգիտեմ, հիշում եք թե չէ, պարոն Ղուշյան։ Այդ ավտոբուսով մենք գնում ենք ծերանոցներ, մանկատներ եւ տեղում ցույց ենք տալի մասնագիտական օգնություն, բայց այսօր հիմա այդ ավտոբուսը արդեն պատերազմի ժամանակ տվեցի, ասեցին եկան մեզ պետք է բան առաջի պատերազմի տարան ու տենց դրան Եվ որ տանում են էլ բերող չկա։ Բերող չկար, հա։ Այսօր մենք խնամքի կենտրոններում, այսպես ասած, մենք ստեղծում ենք
ուզում ենք ստեղծենք ստոմատոլոգիական լիցենզավորված կաբինետներ, որ հանգիստ պայմաններում կարողանանք լիցենզավորված պետք է լինի անպայման կաբինետը, որ կարողանանք ուրեմն օգնություն ցույց տան։ Կան շատ ստոմատոլոգներ մեր ասոցիացիան տան, որոնք իհարկե անվճար գալիս են եւ այդ օգնությունը ցույց են տալի։ Մենք սկսել ենք դա նոր չէ, դա 40 տարի առաջ ենք սկսել, առաջի ծերանոցի 4-րդ գյուղում, որը գտնվում մտեղից ենք սկսել, ու տենց շատ տեղերում ենք եղել, Վանաձորում, Գյումրիում։ Այսօր ես ուղղակի հիացած եմ այդ խնամքի կենտրոնը, որը կոչվում է Նարեկ խնամքի կենտրոն, որը Աբովյանում է գտնվում։ Ինչու՞ է դա յուրահատուկ, պետությունից ոչ մի անակնկալ չունի, ինքը իրանց հաշվին 40-ից ավել մարդ են պահում։ Ուրեմն պատկերացնում եք սնունդը, դեղորայքը, ծխախոտը, այդ սա ապահովում են այդ այցելուներին։ Ես ուղղակի հիացած եմ իրանցով, ոնց կարող է ընտանիքը վերաբերմունքը, ոնց որ իրանց օջախի, իրանց ընտանիքի հարազատ մարդուն են վերաբերվում։ Շատ բարձր եմ գնահատում իրանց վերաբերմունքը։ Դե մյուսները հետո պետությունից ստանում են գումարներ եւ ասենք պետության հետ ոչ մի կապ չունեն։ Գիտեք, ես պիտի ասեմ, որ ժամանակին կար Եվրոդենտ բժշկական կենտրոնը, որը ձեր ոլորտի լավագույն կենտրոններից մեկն էր։ Ինչ եղավ այդ կենտրոնի։ Գիտեք ինչ, Եվրոդենտը ճիշտ եք ասում, լավ հիշողություն ունեք, որ ասում եք լավագույններից մեկն է եղել։ Մեր մոտ ամենավերջի սարքավորումներն են, ամենավերջի տեխնոլոգիաներն են, մեթոդներն են եւ այլն, բայց երբ որ եկավ սեփականաշնորհման process-ը, դժբախտաբար այն ժամանակ սեփականաշնորհման նախարարը Ղալթախչյան Պավլիկ, որը մեր գլխին փորձանք բերեց ու մենք կորցրեցինք Եվրոդենտը։ Դուք պատկերացնում եք, Եվրոդենտին քիչ մի հատ մանկապարտեզ կար, որը վթարային մանկապարտեզ էր, տվել էին մեզ, մենք միացել էինք Եվրոդենտին, մի հատ բաժանմունք էինք այդտեղ պատրաստել ու սկզբից այդ 360 քառակուսի մետր երկու հարգանի տիպային մանկապարտեզ էր, 5-6 հատ եղել է Երևան քաղաքում։ Բոլորն է սեփականաշնորհվել են $15,000 չափով։ Այս մեկը գնացեցին $18,000, դե ռեմոնտ էին կարել, թարմացել են։ Մեկ էլ կոլեգիան որոշում է, որ պիտի կոեֆիցիենտ կիրառեն, 4-ը կոեֆիցիենտ են կիրառում ու դառնում է 72,000։ 2002 թվականին, պատկերացեք, 72,360 քառակուսի մետրանոց մանկապարտեզ է։ Այն դեպքում, որ Stomp Center One-ը Թումանյան փողոցի վրա 4 հարգանի քարի շենք 5,000 քառակուսի մետրը գնահատում են 70,000, ստե 360 քառակուսի մետրը 72,000։ Եվ այդ անբարոյականությունը, որը արեցին մեր հետ, ճիշտ է, այդ ժամանակ շատ տաքարյուն է, երիտասարդ է, տունը դրեցի գրավ, վարկ վերցրեցինք, փագեցինք, տարանք, մուծեցինք այդ 72,000-ը, դժբախտաբար հետո չկարողացանք սպասարկենք հետը ու այդտեղ գնացինք սննգացման եւ կորցրեցինք։ Հիմա մեկ-մեկ որ նայում եմ այդ մարդ, այդ նախարար կոչեցյալը, որը որ աղրել է, այսօր նա ոնց ազգը որ 100-ից ավել այդ աշխատող ունեինք, ամենամեծ կլինիկան էր մեր կլինիկան այդ ժամանակ, արդյունաբերական բաժին ունեինք, մենակ 60 բժիշկ արդյունաբերական բաժնում էին աշխատում։ Որ թվականին էր դա։ 2002։ Եվ ով էր այդ նախարարը։ Ղալթախչյան Պավլիկ։ Պատկերացնում եք, այդ արդյունաբերական բաժինը մենակ մենք ունենք, բժիշկներ ունենք, մեր սարքավորումներով գնում ենք արդյունաբերական հիմնաձեռնարկությունը, մի հատ սենյակ էին տալի մեզ, տեղավորում ենք այդ շարժական մեր կլինիկանը, կաբինետը ստեղծում ենք եւ մեր բժիշկները ուրեմն գնում սպասարկում են, որ չկտրվեն աշխատանքից այդ մարդիկ։ Դա չէ, հերթեր էր այն ժամանակ բավականին մեծ հերթեր։ Օրական 500 հոգի մարդ էին ընդունում մեր կլինիկան, օրական։ Պատկերացնում եք 500 հոգի օրական մարդ ընդունես հաճախում։ Իսկ որպես գործից չկտրվեն, տրանսպորտով գնալ, գալ, գնում ենք տեղում եւ մի շնորհակալ էին այդ մարդիկ։ Էլեկտրոն գործանում, տրիկոտաժ 1, 2, ես Շահումյան ռայոնում էի աշխատում էլի, շատ տեղերում ենք արել։ Եվ միջև այսօր այդ շնորհակալագիրները, այդ մարդկանց, որ մենք գող ենք ձեզանից, շնորհակալ ենք, որ դուք ձեր բժիշկներին եք ուղարկում մեզ մոտ, ոչ թե մեր աշխատողներն են գալի ձեզ մոտ։ Այդ հենց
Դե ես պիտի ասեմ, որ դուք բարեգործական ծրագրերով միշտ աչքի եք ընկել, բազմաթիվ բարեգործական ծրագրեր, այդ մասն կուզենայի խոսել։ Գիտեք ինչ, այդ սա որտեղից սկսվեց մեր այն ժամանակվա նախարարը Էմիլ Գաբրիելյանը, մի օր հրավիրում է, ինձ ասում են նախարարը քեզ հրավիրում է, մի քիչ անոնք ստացա էս ինչ ա եղել, որ նախարարը հրավիրում է, լավ բանի համար քիչ են էլի հրավիրում։ Գնացի, մեկ էլ հենց մտա ներս տենա մենք այդ կառավարական հեռախոսով խոսում էր, այն ժամանակ էս հեռախոսները չկար մոբիլ, կառավարական հեռախոսով իր գոլեգայի հետ էր խոսում, բարձում է, հետո ես ասի դե դուք խոսում եք, չէ չասած նստի, ես հետո հասկացա ինձ լսածնել է տալի։ Իր գոլեգայի հետ խոսում, ասում է գնացի Խարբերտի ծերանոցը, այն ժամանակ ծերանոցները ենթարկում են առողջապահության նախարարության, հիմա են սոցին ենթարկվում։ Ասում է մեկ էլ այդ նայում եմ, մեկ էլ տեսա իմ գոլեգայի հորը։ Մի ամիս առաջ իրանց օջախում իրա կենացն ենք խմել, հաց էին ուտում։ Ասում եմ որ տեսա աշկերտի չհավատացի։ Անկախ ինձանից շուրը կարագարա գնացի, վազելով եկավ ձեռս բռնեց, ասաց քեզ ինչ եմ արել որ երես ես թեկում ինձանից, ասում եմ գետինը մտածեցի ինչ խայտարակ բան ես մարդուն, ասում եմ չի սպասում որ ձեզ տկտենամ, բա բերել աստեղ։ Այդ ինձ որ լսացրեց, դրանից հետո ես գնում եմ 4-րդ գյուղի ծերանոցը ու մինչև այսօր մենք դրանց հետ էլի կապի մեջ ենք։ Այդտեղից սկսվեց մեր այդ բարեգործականը։ Չէ, ես գիտեմ նաև ինչ որ հիմա նոր գաղափար ունեք շարժական ավտոբուսի հետ կապված, դա ինչ է։ Դրանից հետո մենք այդ ավտոբուսը ստեղծեցինք շարժական, որ կարողանան բժիշկները այնտեղ չկար հələ կաբինետ, որ չստեղծեն կաբինետը ստեղծեցինք շարժական ավտոբուսի մեջ, ավտոբուսով գնում ենք այնտեղ եւ այսօր այդ նկարները դաժե միջև այսօր կան, մարդիկ չկան են գող, որ գնում են իրանց օգնություն են ցույց տալի, որովհետեւ ծերանոցում գտնվողը դե պատկերացնում եք բարոյապես ինքը լքված է առանձնա, հերիք չի մի հատ էլ այստեղ մասնագիտական հարցեր ունեն, որը չեն կարող լուծեն, դժվարություն կա, տանել, բերելու հարց կա, վճարովի է այսօր սա, բայց մենք այդ սա արում ենք իհարկե անվճար։ Հիմա այդ ծրագիրը մենք օգտագործել ենք արդեն տեսեք Վանաձոր, Գյումրի խնամքի կենտրոններում մենք մեծ ֆինանսավորել Աննա Հակոբյանը, իմ քայլն է ֆինանսավորել, իսկ Կոտայքի Նարեկ խնամքի կենտրոնը երկու անգամ ֆինանսավորել է ուրեմն Գագիկ Ծառուկյանը, իսկ Ձորա կազմակերպություն կա հոկեբուժարանը, ասենց ասեմ, այդտեղ են կարել, էտել արևային այդ սուար կա, տենց կազմակերպություն իրանք են արել բայց Գյումրիինը մի քիչ մասնակցեց Կարմիր խաչը մասնակցեց նյութեր առա, որովհետև այնտեղ գիտեք ոնց էր, որ պրոթեզավորում ենք, հատկապես մեծահասակներ ձեռից գցում են, կոտրում են, մենք ցեցինք նելոնային պրոթեզներ պատրաստել, որ անգնել չկոտրվի, էլի, ցեն մի երկար լինի։ Այդ ժամանակ նոր էի բերել տեխնոլոգիան, այնտեղ մենք կիրառեցինք այդ տեխնոլոգիան առաջինը Գյումրիի ծերանոցում մենք այդ օգտագործում։ Բայց այսօր մենք էլի աշխատում ենք, ստեղծենք մի քանի նման կաբինետներ, հատկապես հիմա ուզում եմ կրթության նախարարին անպայման դիմեմ, որ ես սովորել եմ երաժշտական գիշերօթիկ դպրոցում, հիմա գտնվում է ուրեմն կենտրոնական հավաքական ավտոկայանի դիմացը։ Ուզում եմ որպես նախկին սան դպրոցին մի հատ ստոմատոլոգիական կաբինետ ստեղծեմ, որը 220-ից ավել երեխա է սովորում, որ կարողանան գնանք այդ երեխեքին բուժօգնություն անվճար, հա։ Այսինքն նորություններ կան գնում։ Անպայման։ Ուրիշ այդ ոլորտին այո։ Դժվար չի իրականացնել։ Դե դժվար է այնքանով որ այն բժիշկները, որ մեզ նվիրված են, մեր ասոցիացիայի անդամներն են, անվճար գալիս են այդ գործ։ Մենակ նյութերը մենք ենք առնում, բայց մնացածը իրանք տեղում անում ենք։ Այսինքն համագործակցությունը ոլորտի մասնագետների շարունակվում է։ Իհարկե։ Հանրապետությունում մենք բոլոր տեղերում ունենք մեր ասոցիացիայի անդամները, բժիշկները, կարող են տեղի հիվանդը չգա հասնի մեզ մոտ, այդ կլինիկային, որտեղ մեր ասոցիացիայի անդամն է, այդ կլինիկայում սպասարկվի անվճար։ Դե այսօր հասկանում եք անվճար այդ բուժումները որքան կարևոր են, մարդկանց սոցիալական վիճակը սարսափելի է։ Սարսափելի է։ Այ որպես վաստակաշատ մասնագետի մարդու, ով այս երկրի համար քիչ բան չի արել, դուք ինչ որ լավ բան տեսնում եք վաղվա օրվա հետ կապված, ինչ որ ծրագրեր կան։ Գիտեք ինչ, ես նայում եմ այսօր մեր մասնագիտության մեջ
լուրջ առաջընթացներ կա տեխնոլոգիական, օրինակ ատոմնատեխնիկական լաբորատորիաները նախկինում կային ժամանակ, որ պողպատեի ատոմներ, բուրլատից ատոմներ են պատրաստում, հիմա դա վերացել է, էլ ոչ մետալոպլաստմաս, արդեն կերամիկան է դուրս գալի, արդեն ցիրկոնիից ատոմներ է գալի, արդեն դրա համար մենք ուզում ենք մի հատ շարժական ավտոբուս ստեղծենք, բայց ոչ թե բժշկական, այլ ատոմնատեխնիկական հագեցվածությունը անենք եւ ավագ դպրոցներից արդեն մի քանի դպրոցների տնօրենների հետ ես պայմանավորվածություն ունեմ ցանկացողներին ավտոբուսը գալիս է դպրոցի մոտ կանգնում է ցանկացող երեխեքը ով ուզում են ատոմնատեխնիկական գործը եթե սիրում են եթե ցանկություն ունեն մենք իրանց անվճար սկզբից սովորացնել եթե զգում ենք որ ձեռքի շնորհքը լավ է եւ ցանկություն ունի հետագայում ծնողներին պետք է ասենք որ ձեր երեխան լավ երեխա է կարա լավ տեխնիկ լինի, եկեք տարեք ատոմնատեխնիկական քոլեջ։ Թող սկզբից քոլեջում թող սովորի դառնա լավ տեխնիկ, հետագայում եթե ինքը կուզենա, արդեն թող կարա գնամ բժիշկ դառնա, արդեն դա երկրորդ հարցը կլինի։ Բայց զատու ամենակարևորը փողոցից կտրում ենք, որ իրեն մասնագիտություն սովորացնենք։ Թե աղջիկ լինի, թե տղա լինի, դա էական չի։ Եվ իհարկե կուզենայի իհարկե դուք գիտեմ որ չեք խորանում քաղաքական թեմաների մեջ, դա ձերը չէ եւ ճիշտ էլ անում եք, բայց այնուամենայնիվ երկրի ներկա իրավիճակը ինչ որ բան հուշում է, ինչ որ լավատեսական, ինչ որ ծիլեր կան։ Գիտեք ինչ, ես ինչ եմ ոնց եմ մտածում, ես որ երաշտական գիշերօթիկ դպրոցում սովորել եմ, մեզ մոտ գալիս էին որպես մենք դեռ չենք մոռանում էլ այդ գաղափարով Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, ուրեմն Տիգրան Պետրոսյանը եւ գալիս էին մեզ ողջևորելու, որ մենք ճիշտ է դուք ունեք ծնողներ, բայց տեղ եք գտնում, բայց մենք ձեզ միշտ հոգատար ենք, մենք ձեզ հիշում ենք էլի։ Հիմա այսօր ես որ նայում եմ, սա ոնց են ասում դու գնա, ես գամատեն նստեմ, դες ոնց եմ ղեկավար, դες ինչ եմ անում։ Ես էլ ուրիշ բան եմ ասում։ Տիգրան Պետրոսյանը, երբ որ Սավետսկի սպորտ թերթում մեկնաբանում են Միխայել Տալ, Միխայել Բոտվենիկ, ուրեմն պարտիաները աշխարհի չեմպիոնատի ժամանակ։ Նա ասում էր, եթե 32-րդ քայլում սպիտակները սենց խաղային, իրենք կփրկեին, չէին պարտվի։ Այսինչ պարտիայում եթե սևերը սենց խաղային, կարային հաղթեին։ Այսինքն նա սխալը ցույց է տալի եւ ցույց է տալի ճիշտ ճանապարհը, ոնց կարելի անել։ Այսօր այդի պետքա կիրառել։ Այսօր ուզում եք լավն, եկեք կանգնենք ով որ այսօր ղեկավարն է կողքը, ասենք արի սենց անենք, ավելի լավ կլինի, բայց ասենք ոչ թե ասենք դու գնա, ես գամ նստեմ, հետո ես անեմ։ Ես այդ կարծիքին եմ։ Պարոն Գրիգորյան, այնուամենայնիվ ներկա իշխանության հատկապես նախարարների հետ դժվար չէ աշխատել։ Դե հիմա թազա թիմ են հավաքում, ոնց որ ես հասկացա, տենակից լուրջ փոփոխություններ կլինի, որ կարողանանք այսօր մեր նախարարները մի քիչ են շփվում ասոցիացիաների հետ, դա ճիշտ չի։ Իրանք պետք է մասնագիտական ասոցիացիաների հետ հաճախ շփվեն, որովհետև մենք շարժից ուժ ենք համարվում։ Ես գլխավոր մասնագետ եմ աշխատել, դեկան եմ աշխատել, ամբիոնի վայր եմ աշխատել, որոշ փորձ ունենք, էլի, այն վատ ու լավ բաները սա տեսել ենք լավ խորհուրդներ կարանք տանք եւ ճիշտ։ Այսօր շատ հարցեր կա, որը պետք է շտկվի, բայց հələ որ ձեն չկա։ Օրինակ լիցենզավորման մեջ հարցեր կա, նույն կրթության մեջ հարցեր կա, նոր տեխնոլոգիաներ կան եւ այլն։ Մենք պետք մեզ հետ շփվեն իրանք։ Այդ մի քիչ բացութող է եղած։ Ես պիտի ասեմ, որ իմ լավ բարեկամներից մեկ անունի չեմ ուզում տալ, որովհետև խնդրես չարմանել, ասում է, որ այսօր ավելի դժվար է ցանկացած նախարարի հետ կապելը, քան թե անգամ Միացյալ Նահանգների նախագահի հետ կապ հաստատել։ Գիտեք, ճիշտ եք ասում, այսօր սա էլեկտրոնային է, հերթագերվեք էլեկտրոն, բայց հրատապ հարցեր կա, որը որ այս պահին պետք է լուծվի։ Դա միջով դու գրանցվես միջով քեզ ընդունեն, դա ժամանակ է, էլի, դա մի քիչ օպերատիվ պետք է լինի։ Ես տենց եմ գտնում։ Դե ես իհարկե ուզում եմ ձեզ մաղթել հաջողություն, որովհետև դուք ներկայացնում եք մի ոլորտ, որը նորից եմ կրկնում, բոլորս այս կամ այն կերպ առիթ ենք ունենում առնչվելու եւ իհարկե շատ լավ կլինի որ այդ ոլորտին լուրջ ուշադրություն դարձվեն մանավանդ ասոցիացիաները դրանք այն կառույցներն են որոնք ինչպես ասեցիք զգում են ժամանակի շունչը այո ձեռքը պուլսի վրա է եւ կարող են շատ մեծ չափի օգնություն ցույց տալ
Ինչի չեն օգտագործում այդ մարդկանց հնարավորությունը։ Կարծում եմ, որ կօգտագործեն շուտով։ Օգտագործեն, դրանք կգան։ Դե ես ուրախ եմ, որ դուք չնայած բոլոր տեսակի դժվարություններին շատ լավատես մարդ եք։ Լևոն Գրիգորյевич, եւ դա իհարկե խոսում է այն մասին, որ հավատը ձեր մեջ կա։ Հավատքը որ չլինի։ Դա ամենակարևորը այսօր ինչն է։ Այսօր ամենակարևորը մարդ մնալն է։ Մնալը, դժվար է մարդ մնալը։ Մեկի փողը շատանում է, ցինիկանում են, պաշտոնը բարձրանում է, լկտի անում են եւ այլ եւ այլ։ Դրա համար մարդ մնալը այսօր ամենադժվար բանն է։ Ցանկանում եմ, որ բոլոր ոլորտներում մնան, մարդ մնան։ Դե ես ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Մեկ հիշեք, որ մենք ձեզ միշտ հաշիվով կհյուրընկալ ենք։ Գացված է։ Առաջիկայում նորություններ ինչ որ կլինեն, ինչ որ անգամ դժվարություններ, եկեք, եթերից խոսենք, փորձենք այն դռները բացել, որոնք սովորաբար միշտ փակ են։ Այն հեռախոսների հետ կապ հաստատել, որոնք միշտ լռում են եւ ամենակարևորը փորձենք ամենակարևորը բարի գործը հասցնել մարդկանց։ Ճիշտ է։ Շնորհակալ եմ ես հրավերքի համար ու ձեր աշխատանքը բարձր եմ գնահատում, որովհետեւ դուք միշտ հետաքրքրվել եք, էլի դեպքեր կա, որ ոչ հիշում են, ոչ, բայց դուք միշտ հիշում եք։ Շատ զգացված եմ, շնորհակալություն։ Շերի բարեկամներ, բժշկական գիտությունների դոկտոր Լևոն Գրիգորյանն էր այսօր Փակ TV տաղավարում։ Շատ հետաքրքիր մի անձնավորություն, ում հետ հավատացեք ցանկացած հանդիպում միշտ էլ շատ կարևոր է եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նման անձանց հաճախակի հրավիրենք մեր եթեր։ Այսօր այսքանը, ցտեսություն։